Երկու դատական նիստերի ժամանակ ձեր ներկայացրած միջնորդություններին խնդրեմ անդրադառնաք, մեկը մերժվեց, երկուսը կարծեմ հետաձգվեցի որոշումները։ Մանրամասնեք ավելի մատչելի հատկապես այն միջնորդությունները, որոնք վերաբերում էին վաղեմության ժամկետներին։ Մինչև վաղեմության ժամկետին անդրադառնալը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով այս վերջին բոլոր քննարկումները պտտվում են ավելացված հայցի շուրջ։ Գիտեք, որ դատախազությունը վերջին նիստերից մեկով ավելացրել էր իր հայցապահանջները, նաև հայցի հիմքը ավելացնելով նաև այն հանգամանքը, որ Ռուբեն Հայրապետյանը նաև պաշտոնատար անձ է հանդիսացել, եւ այս մասով մենք իհարկե առարկում ենք, որ ընդհանրապես դատարանը չպետք է թույլատրի այդ փոփոխությունը, հայցի փոփոխությունը, քանի որ էապես փոխվում է հայցի եւ հիմքը եւ առարկան։ Դատարանը ինչևէ թույլատրեց եւ դրանից հետո մենք ներկայացրեցինք արդեն հայցն առանց քննության թողնելու միջնորդություն այն հիմքով, որ այդ ավելացված մասով ուսումնասիրություն, նախնական ուսումնասիրություն դատախազությունը չի իրականացրել։ Այնինչ նման գործերով չի կարող լինել հայց առանց նախնական ուսումնասիրության։ Օրենքների հիման վրա է արվել։ Չէ, իրենք ընթացքում արդեն դատավարության ընթացքում ինչ որ լրացուցիչ վերահաշվարկներ են արել, բացի դրանից սահմանադրական դատարանի որոշումից հետո խմբագրել են իրենց հայցը, որպեսզի համապատասխանի իրենց կարծիքով սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումներին, մեր կարծիքով շարունակում է չհամապատասխանել, բայց ինչևէ, այսինքն իրենք արդեն ընթացքում ոնց որ մի գնացքից թռնում են մյուս գնացքի վրա, մի հիմքից անցնում են մյուս հիմքին եւ երկու հիմքով փորձում են շարունակել պնդել իրենց հայցը։ Մենք սկզբնապես առարկում ենք այդ փոփոխության դեմ, դա թույլատրվեց, բայց այստեղ կան նաեւ դատավարական այլ ընթացակարգ առանց քննության թողելու, եթե չի պահպանվել նախադատական պարտադիր կարգը։ Ինչևէ, դատարանը, ինչպես տեսակ, հենց դատական նիստի ընթացքում քննարկեց եւ մերժեց այդ միջնորդությունը, չնայած մենք 3 առանձին մասով ներկայացրել ենք եւ առնվազն նոր պատասխանող ներգրավելու մասով դա ակնհայտ հիմնավոր էր մեր կարծիքով, որովհետև Լենա Հայրապետյանի մասով, իր մասով ուսումնասիրության արդյունքներում հաստատվել է, որ ինքը չունի ապօրինի ծագում ունեցող գույք, իր դեմ հայց չպետք է ներկայացվի, բայց ուսումնասիրության ավարտից 2-3 տարի անց այդ հայցը ներկայացվում է։ Բնականաբար համաձայն չենք այդ որոշման հետ, դատարանի որոշման հետ, բայց անմիջական բողոքարկելու հնարավորություն չունենք եւ կարող ենք դա բողոքարկել միայն հետագայում եզրափակիչ վճռի հետ միասին։ Եվ դրանից հետո ներկայացրեցինք արդեն այդ կրկին ավելացված մասով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, օրենքը ուղիղ սահմանում է, որ հայցային վաղեմության ժամկետը լրանում է ուսումնասիրության եռամյա ժամկետի ավարտի պահով եւ տվյալ պարագայում այդ ժամկետը լրացել է 2023 թվականի հոկտեմբերին եւ այդ եռամյա ժամկետի վերջին օրը ներկայացվել է հայցադիմում, այսինքն դրանից հետո ցանկացած լրացում, նոր պահանջ, նոր հիմք արդեն հայցային վաղեմության ժամկետի խախտում է նշանակում։ Հայցային վաղեմությունը դատարանը կարող է կիրառել միայն պատասխանողի միջնորդությամբ եւ մենք ներկայացրեցինք այդ միջնորդությունը, ինչպես տեսակ այդ միջնորդության քննարկումը դեռ պետք է շարունակվի հաջորդ դատական նիստին։ Անդալաքյան Ռուբեն Հայրապետյանին ու նրա ընտանիքին պատկանող գործերով դատավորը փոխվեց, երկրորդ նիստն է արդեն նոր դատավորի մասնակցությամբ ընթանում եւ կարծես շատ կտրուկ դիրքորոշում ունի դատավորը, որովհետեւ կտրուկ մերժեց ձեր բոլոր միջնորդությունները, այս մասով ձեր տպավորությունները կուզեի մի քիչ մանրամասնել, նորմալ ընթացակարգ է, թե կողմնակալ դիրքավորում կա դատավորի կողմից։ Դեռ տեսեք, բովանդակային առումով մենք բնականաբար, ինչպես նշեցի, համաձայն չենք, այսինքն եթե ներկայացրել ենք հայցն առանց քննության թողելու միջնորդություն, բնականաբար կարծում ենք, որ կան դրա հիմքերը եւ այդ մերժման հետ համաձայն չենք, բայց այդ մերժման հետ մեր անհամաձայնությունը կարող ենք արտահայտել մենակ հետագա դատավարական փուլերում։ Ինչ վերաբերում է կոնկրետ դատական նիստի ընթացքում այդ մերժելու հնարավորությունը, տվյալ միջնորդության դեպքում դատարանը ունի օրենքով այդ հնարավորությունը, այսինքն պարտավոր չէ առանձին գրավոր որոշում կայացնել, այնպես որ մեր անհամաձայնությունը ոչ թե ձևական մասով է, այլ հենց բովանդակային մասով։ Ես հենց բովանդակային մասը նկատի ունեմ, որ շատ կտրուկ է տրամադրված դատավորը։ Դե տրամադրվածության մասին չեմ կարող դեռ որևէ բան ասել, բայց ամեն դեպքում մենք չենք էլ սպասում, որ պետք է դատարանը բոլոր մեր միջնորդությունների հետ համակարծիք լինի,
ունենք այն ինչ ունենք իրականությունը եւ այդ մեր անհամաձայնությունները ես դատական նիստի ընթացքում էլ նշեցի, որ մենք նաեւ հետագա դատավարական փուլերը, հետագա ատյանները մեր աչքի առաջ ունենալով այդ միջնորդությունները ներկայացնում ենք։ Դատական նիստի ընթացքում դուք նաեւ խոսեցիք արտադատական համաձայնությունների մասին, բայց հիմնական հայցի մասով այդ ամբողջը նշեցիք, այս փուլում դուք տեսնում եք հնարավորությունը Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է հաշտության համաձայնագրեր կնքելու, եթե առաջարկ լինի կամ դուք ինքներ պատրաստվում եք նման առաջարկ։ Նախ ես ակնհայտ տեսնում եմ, որ ի սկզբանե հայցադիմումի ներկայացման փուլից էլ սկսած դատախազությունը հակված չէ այդ ճանապարհով գնալու, այսինքն ընդհանրապես չի էլ բարձրաբանել այդ իրավունքը, այդ ընթացակարգը, այսինքն հենց նպատակը ի սկզբանե եղել է հայց ներկայացնել եւ հնարավորինս ամբողջությամբ գույքերը բռնագանձել, հետեւաբար այդ հարցը քննարկելը դատախազության նման դիրքորոշման պայմաններում չեմ կարծում թե ակտուալ է։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։